Լրագրողական համայնքի նկատմամբ վերջին շրջանում նկատվող ճնշումները, այդ թվում ժուրնալիստների միության նկատմամբ կիրառվող գույքային լծակները եւ Սաթիկ Սելյանյանի դեմ նախաձեռնված գործընթացը նպատակ ունի հանրային կարծիքը համակարգային մակարդակով վերահսկելու ու սահմանափակելու, թե այս ամենի թիրախում կոնկրետ լրագրողներն են ու անհատական հարթակներն են։ Լրագրողական հանրույթը դեռ մի քանի տարի առաջ էր նախազգուշացնում, որ իշխանության տարբեր մարմինները յուրացնելու, բռնազավթելու հաջորդ քայլը լինելու է 4-րդ իշխանության նկատմամբ հալածանքը։ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը եղել է լրագրող, հետո խմբագիր եւ հրաշալի գիտե, հասկանում է մամուլի 4-րդ իշխանության դերը, արժեքը, նշանակությունը հանրային տրամադրությունների կառավարման համար։ Եվ դա է ահա պատճառը, որ նախընտրական շրջափուլում, իսկ ընտրություններին 6 ամիս ժամանակ է մնացել, Վարչախումբը Փաշինյանի գլխավորությամբ ուժգնացնում է ճնշումը ժուրնալիստների նախ եւ առաջ անկախ, անկողմնակալ, ոչ իշխանական ժուրնալիստների նկատմամբ։ Պարզ է, որ նրանց ճնշումների թիրախավորման կիզակետում չեն հայտնվի իրենց հետ աֆիլացված, ասոցացված լրատվամիջոցները, դրանց խմբագիրները եւ լրագրողները, եւ նախ եւ առաջ ճնշումների են ենթարկվում, սպառնալիքների եւ թիրախավորման են ենթարկվում անկախ լրատվամիջոցները, իշխանական տեսակետները չտարածող, այդ մանիպուլյացիաներին չտրվող լրատվամիջոցները եւ այդ շարքում այո առաջնային է Հայաստանի ժուրնալիստների միությունը որպես կառույց, Սաթիկ Սեյրանյանը որպես այդ միության նախագահ եւ նաեւ նրա ղեկավարած լրատվամիջոցը 168 ժամը, բայց ոչ միայն Տիկին Սեյրանյանը, ոչ միայն 168-ը եւ նույնիսկ ոչ միայն այն լրագրողները, որոնք ժուրնալիստների միության անդամ են, դա ի վերջո ֆորմալ կողմն է հարցի։ Ընդհանուր առմամբ թիրախավորված է ազատ խոսքը Հայաստանում եւ Վարչախումբը նպատակադրում ունի կառավարելի դարձնելու լրագրողների խոսքը, նրանց հրապարակումները, սահմանելու որոշակի իմաստով ներքին գրաքննություն, այսինքն վախի մթնոլորտ ստեղծելու լրագրողների շրջանում։ Տեսնում եք, մի մասին ընդհուպ ձերբակալում եւ կալանավորում են, ինչպես օրինակ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, իսկ նրանք, ովքեր քրեական հետապնդման չեն ենթարկվում, ապա առնվազն քաղաքացիական դատավարության սուբյեկտ են դառնում, նրանց դեմ քաղաքացիական հայցեր են ներկայացվում, Նվաստից դեմ 2 այդպիսի հայց ներկայացված է, եւ լրագրողները գերադասում են չընկնել երկարատև դատական քաշքշուկների մեջ, իրենց ներքին գրաքննության ենթարկելով, այսինքն երկար ծանրութեթև անելով, թե ինչ ասել եւ ինչպես ասել։ Իսկ այդ դեպքում միանշանակ տուժում է լրագրողական ազատ խոսքը, խմբագրական ազատությունը եւ լրագրողները իրենց սկսում են ինքնագրաքննության ենթարկել։ Դա է այս վարչախմբի ուզածը։ Ինչ ինքնապաշտպանական միջոցներ ունենք եւ երբ որ իրավապաշտպան կազմակերպությունները աչք են փակում այս ամենի վրա։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մամուլը ինքնակարգավորվող ինստիտուտ է եւ որքան ավելի քիչ պետությունը կարգավորի մամուլը, որքան ավելի քիչ միջամտի լրատվամիջոցների բնականon գործունեությանը, այնքան այդ հասարակությունը եւ պետությունը ավելի ժողովրդավար է։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա։ Լրագրողները եւ լրատվամիջոցները իրենք պետք է ինքնակազմակերպման բավարար ռեսուրս ցուցաբերեն եւ ցավոք սրտի այդ առումով դերևս հայաստանյան լրագրողական հանրույթը բավարար մակարդակի վրա չէ, մեր շատ գործընկերներ անհասկանալի վարքագիծ են ցուցաբերում իրենց մեկ այլ գործընկերոջ թիրախավորման դեպքում։ Մենք տեսնում ենք նման օրինակներ, ասենք, ազգային ժողովում տարբեր ճեպազրույցների ժամանակ, երբ կին լրագրողները թիրախավորվում են ազգային ժողովի իշխանական խմբակցության որևէ падգամավորի կողմից, բայց նրա գործընկեր լրագրողները, այդ թվում կին լրագրողները շարունակում են հարցազրույցներ կամ ճեպազրույցներ վերցնել այդ նույն սուբյեկտից կամ սուբյեկտներից։ Որպես կանոն մամուլի ուժը ոչ միայն խոսքի, այլև լռության մեջ է, եւ եթե այդ անձինք լռության մատնվեն մի քանի օր, եթե լրատվամիջոցները բոյկոտեն այդ անձանց եւ համարեն ոչ ձեռքսեղմումային, ապա իրենք էլ ըստ ամենայնի կվերանային իրենց վարքը եւ կհասկանան, որ լրագրողների ու լրատվամիջոցների հետ այդպես խոսել չի կարելի։ Ինչպես հիշում եք, Ալիևը նախկինում այդպես վարվեց ճնշումներ գործադես լրագրողների հանդեպ, նույնը եղավ միջազգային լրագրողների հանդեպ, հիմա ոնց տեսնում ենք նույնը լինում է Հայաստանում։ Փաշինյանի եւ Ալիևի միջև տասնյակ նմանություններ կարելի է անցկացնել եւ այո, ադրբեջանական բռնապետությանը բնորոշ շատ երևույթներ աստիճանաբար տեղ են գտնում նաև Հայաստանում։ Ես ձեզ կարող եմ մի ապշելու վիճակագրություն ասել, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունների շարքում Հայաստանը
կալանավորների եւ դատապարտյալների համամասնության թվով զբաղեցնում է առաջին տեղը, այսինքն Հայաստանում ավելի շատ կալանավորված անձ կա, քան վերջնական ուժի մեջ մտած դատավճռով իր օրինական պատիժը կրող դատապարտյալ։ Սա աննախադեպ բան է, բնորոշ բռնապետություններին եւ ցավոք սրտի այդ շարքում նախնական կալանք կրող անձանց շարքում կան նաեւ մեր գործընկերներ, կան լրագրողներ կամ ազատ քաղաքացիական լրատվություն տարածող անձինք, որոնք նույնիսկ իրենց կարող են լրագրող չկոչել, բայց իրենք զբաղված են հանրային ակտիվությամբ, իրենք զբաղված են իրենց տեղեկատվական հարթակներում որոշակի աշխատանք տանելով եւ կարելի է իրենց կարգավիճակը հավասարեցնել լրագրողներին։ Այդ առումով չափազանց մտահոգիչ պատկեր ունենք եւ խիստ դատապարտելի է միջազգային գործընկերների եւ արևմտյան հանրույթի քաղաքացիական հասարակության միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունը։ Այդ լռությունը իհարկե բացատրելի է պայմանավորված այս վարչախմբին գործուն աջակցությամբ, բայց մյուս կողմից լրագրողներս նույնիսկ այդ դեպքում ենք ելքեր գտնում եւ փորձում ենք ինքներս մեր միջոցներով, մեր ուժերով որոշակի աղմուկ բարձրացնել։ Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ երբ 2023 թվականի մայիս ամսին կալանք դրվեց իմ անձնական հաշիվների, իմ բնակարանի եւ 168 ժամի գույքի վրա, ընդամենը 10 օր տևեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հատուկ բանաձևով դատապարտի Երևանի այն ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից նման հայցի ապահովման միջոցի խնդրանքը դատարանին եւ հայցվոր կողմը Տիգրան Ավինյանը, նրա ներկայացուցիչը արագորեն հանեցին հայցի ապահովման այդ միջոցը, ազատելով մեզ, ինձ եւ լրատվամիջոցից այդ հայցի ապահովման միջոցից, այն է արգելանքից գույքի։ Բայց ցավոք սրտի այդ պրակտիկան շարունակվում է շատ այլ դեպքերով եւ լրագրողներս պետք է նաեւ որոշակի միջազգային աղմուկ առաջացնելով տարբեր օտարալեզու բարբերականներին իրականության մասին հաղորդում տալով միջազգային իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքով ներկայացնենք իրական վիճակը Հայաստանում։ Բայց ըստ դա կազդի Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, քանի որ տեսնում ենք փաստաբանները հազանգում են, ասում են, որ իրավական համակարգը Հայաստանում այս բան չի գործում։ Դրա այլ ընտրանքը ոչինչ չանելն է եւ հուսահատությունը մահացու մեղք է, հետեւաբար որևէ մեկս հուսահատվելու իրավունք չունենք, ճիշտ հակառակը։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը իրականացնել, ինչպես տեսնում եք, նույնիսկ քաղբանտարկյալները բանտից են շփվում հասարակության հետ, ձեռքով նամակներ են գրում եւ դրանք հրապարակվում են մամուլի միջոցներում։ Իհարկե իրենց քարոզչամիջոցները Հայաստանի լրիվ այլ պատկեր են ներկայացնում, որտեղ չկան ռեպրեսիաներ, չկա գրաքննություն, չկան համատարած կալանավորումներ, չկա ընդդիմադիր խոսքի լռեցում, չկա իրենց լեկտիությունը եւ ցինիզմը, կա ինչ-որ անհասկանալի իրական Հայաստան, իսկ իրական Հայաստանում, ոչ թե հմեկյան, այլ հենց իրական Հայաստանում, որում մենք ապրում ենք, շրջապատված ցավոք սրտի ադրբեջանական դիրքերով եւ փողփողացող դրոշներով Տավուշից մինչեւ Սյունիք, ընդդիմադիր խոսքը լռեցվում է, մարդիկ խոսքի համար կալանավորվում են, ամիսներ շարունակ անցկացնում են բանտերում, հետո իրենց դեմ ներկայացված մեղադրանքները փլվում են հենց նույն դատարանում, բայց նախաքննական մարմնի այդ ներկայացուցիչները, այս դեպքում ասենք մեղադրանքը գրած քննիչը եւ այն հաստատած դատախազը որևէ կերպ պատժի եւ պատասխանատվության չեն արժանանում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր քրեական օրենսգրքում կա հոդված, որը կոչվում է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Այդ հոդվածով ես կարծում եմ մեր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քննիչներ եւ դատախազներ պիտի պատժվեն, որովհետեւ նրանց թխած, նրանց կարած, սպիտակ թելերով կարած գործերով տասնյակ անձինք այսօր լրիվ անհիմն հիմնազուրկ կերպով նախնական կալանքի տակ են Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում։